Հայր ջան, բարև ձեզ, այսօր 2025 թվականի նոյեմբերի 7-ն է, մեր հերթական այցն է Ծիծեռնակաբերդ, այնտեղ, եթե հիշում եք նախորդ տեսանյութում ասել էի ինչ պետք է արվի, հիմա այդքան արդեն արված է, այս տեմպերով եթե գնաց, նախատեսված ժամկետից ավելի շուտ կվերջացնենք ու առաջ Աստված, նորից իր հին տեսքով, հին որակով, ապրիլի 24-ին պատրաստ կլինի ու բոլորս ինչպես միշտ ամեն տարի կայցելենք Ծիծեռնակաբերդ։ Հիմա կմոտենանք մոտիկից ամեն ինչ ավելի հստակ ցույց կտամ, կբացատրեմ, որպեսզի ավելի հանգիստ լինեք։ Հայր ջան, ոնց հիշում եք նախորդ անգամ ասացի, որ այս մույթերի դրսի կողմից պետք է փորվի մինչև դրինաժ, որպեսզի ջրահեռացման համակարգերը անցկացվեն։ Այս ներքևի մասը, այսքանը ստեղ փորվելու է մինչև դրինաժից դեպի վերև դրվելու է այդ ջրամեկուսացման համակարգը, հիմա հենա ըստ պլանավորածի աշխատանքները գնում են առաջ, արդեն փորվել է մինչև դրինաժ, շուտով ջրահեռացման համակարգը կքաշվի, մույթերի վրա այդ սրսկումները կարվի, որպեսզի ավելի ամուր ու հստակ լինի այդ ջրահեռացման համակարգը, թե մույթերի վրա, թե ներքևի մասում։ Ինչպես նաև ներսում պետք է աշխատանք տարվի, դրա մասին հեսա ներսից ինչ պետք է կասեմ, բայց մինչև այդ, հիմա այսօր տեսեք 2025 թվականի նոյեմբերի 7-ն է, եթե ես անձամփել չէ լույսի բանակից առնվազն մի հոգի գոնե մի օր, գոնե մի անգամ գալիս է ստեղ, կարելի ասել ամեն օր մենք ստեղ ենք, ես նորից եմ դիմում բոլորեն 172 ճարտարապետներին, ովքեր բողոքի ակցիա են անում, ովքեր ինչ-որ քննարկումներ են անում, ժողովուրդ, եթե գտնում եք, որ սա սխալ է, ըստ ձեզ, ես նորից եմ կրկնում, ես կարող եմ ձեզ այդ հնարավորությունը ստեղծել, որպեսզի մասնագիտական առումով ձեր գիտելիքով կիսվեք, սա որևէ մեկի անձնական, անհատական մոտեցման բան չի, որ Պողոսն անում վերջ պետք է ինքը անի կամ ասենք այս ինչ մշակույթի նախարարությունը կամ այն ինչ նախարարությունը որոշեց ուրեմն ինքն անում ու վերջ։ Սա բոլորին սա ոնց որ ես եմ մասնակից նույն ձև էլ դուք կարաք լինեք։ Խելքի տալով, շնորհքի տալով ավելի հետաքրքիր ամեն ինչ տանենք առաջ։ Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր այսուհետ կորոշեն որևէ բողոքի ակցիա, որևէ ինչ որ մի բան sense կազմակերպել, դրա փոխարեն ընդհանրապես միացեք եկեք ձեր գիտելիքով կիսվեք, ձեր հուշումներն արեք, ամեն ինչ ավելի ճիշտ գնա, եթե չէ, ապա ոնց է կոչվում այն ինչ դուք անում եք, ես բազմիցս դիմել եմ, ոչ թե կոչով, ընդունեք սա անգամ խնդրանք, որ եկեք ձեր մասնագիտականով, եթե ավելի շատ բան գիտեք, ավելի ճիշտ բաներ գիտեք, եկեք միասին անենք, եթե չէ, անիմաստ 5-10 օրը մեկ ասուլիսներ մյուս, ինչի համար է դա, նենց որ ամեն օր ստեղ ենք, Օնլայն կապվելու միջոցը չգիտեք, եկեք ֆիզիկապես ստեղ չլենք օնլայն կապվեք, մի խոսքով են, որ իրար հետ անենք, բայց ոնց տեսնում եք ամեն ինչ իր հունով գնում է առաջ, ոնց նախապես ասվել է, այտենց էլ ոչ մի բան դրանից այդ ասվածից պայմանավորվածությունից դուրս չկա, ստեղ պետք է փորվել է, վերևը պետք է սրսկումներ արվի մույթերի վրա արվելու է, ներսի մասին էլ հեսա ներսից կխոսանք։ Նայեք հայր ջան, սիրուն փայտերի վրա դրված մետաղները, որպեսզի հատակը չվնասվի, ինչը առաջ չկար, այս հրա հասանք մեր միջամտությամբ։ Հայր ջան, ես էլ ներսի հատվածը, ոնց ասել էինք, ես դեռ չի հասե սրան, ես ներքևի մասը պետք է կրկին փորվի ու թարմացվի, որովհետև անցած անգամ եթե հիշում եք նորից ցույց տվեցինք մոտիկից թե ինչ վիճակում են այս քարերը խոնավությունից ելնելով սա էլ նախապես ասում եմ որպեսզի հաջորդը երբ որ նկարենք ուստեղ արդեն փորված ու փոխվելու լինի փորած այսինքն չի փորվելու ոնց որ դրսի կողմից է ուղղակի քարերը հանվելու են նորը դրվի որպեսզի նորից նոր պանիկա չլինի հիմա նորից եմ դիմում բոլոր այն ճարտարապետներին ովքեր աղաղակում են որ sense չի նենց է ասում եմ ինչա արվելու
գտնում եք սխալը, նախապես միացեք, տվեք ձեր ճիշտ խորհուրդը մասնագիտական, փաստացի ու ամեն ինչով։ Եթե չէ, ուղղակի խնդրում եմ, որպեսզի այլ կարծիք չձևավորվի բոլորիդ մասին։ Իզուր միել խոսացեք, որովհետև խոսալուց, երբ որ գիտեք երբ կհասկանայի ձեզ, երբ որ հնարավորություն չունենայիք միջամտելու, ես ձեզ այդ երաշխիքը տալիս եմ, եթե ցանկանաք ձեր ճիշտ խոսքով, մասնագիտականով միջամտելու, ես երաշխավորում եմ, դուք կարող եք։ Եթե ես երաշխիքը չլներ, ես ձեզ կհասկանայի, որ մնում է մենակ խոսալը, ստեղ կարակ գործել անեք։ Մնացածը ձեր ընտրությունն է։ Իսկ ժողովուրդ ջան, ձեզ էլ ասեմ, որ ոնց որ դուրսը ըստ պայմանավորվածության գնում է առաջ, տենց էլ ստեղ է լինելու։ Ու ոնց հաշվարկում ենք, ոնց մտածում ենք, ոնց նայում ենք դեպի առաջ, այս տեմպերով եթե գնաց, շատ ավելի շուտ ամեն ինչ կավարտվի, վերջնական տեսքի կբերվի, քան ի սկզբանե նախատեսված էր։ Իսկ ի սկզբանե նախատեսված էր այս տարվա դեկտեմբերից ամենաուշն էլ մինչև 2026 թվականի փետրվարը որ կավարտվի, բայց ոնց նայում ենք ամեն ինչ շատ բարեհաջող գնում է առաջ ու փառք Աստծո եղանակն էլ ոնց որ տենց էլ որ անձրևոտ չի, հուսամ հիմնական ինչ կանելու կհասցնենք։ Այսքանը կասեմ, ժողովուրդ ջան, այսքանը կասեմ, ովքեր էլ ցանկություն ունեն մասնագիտականով, ոնց ուզում է լինի միջամտելու, ապա խնդրեմ կապվեք, պայմանավորվենք, հասկանանք, որ մեկս ինչա կարողանում անի։ Ուղղակի կողքից խոսալը հեշտ է, դժվար է մասնակցություն երաշխավորելը։ Ես դա անում եմ։ Միացեք, արձագանքեք, միասին, սա համայն հայության, սրբության սրբոց հուշակոթողն է։ Բոլորս միասին անենք, ոչ թե դրա վրա դիվիդենտներ հավաքենք։ Ամեն մեկը առանձին, իր համար, մեկը մեկի հետ կապ չունի, չեն ճանաչում, չեն անում, մենակ խոսում են։ Նորից եմ կրկնվում, այո, ամեն ինչ գնացել է շատ սխալ։ Հիմա փորձում ենք անել ամենը, որպեսզի այդ բոլոր սխալները ուղղվեն։ Ինչ վերաբերվում է դատական process-ների, որ մեղավորները պատժվեն եւ այլն։ Ես իմ անունից եմ ասում, ով ցանկանում է ավելի շուտ, արեք ավելի շուտ, բայց ես կոնկրետ այս ամեն ինչը կավարտվի, նոր կանցնենք այդ մյուս հարցերին։ Ոչ մի բան չի մոռացվելու, ոչ մի բանի վրա աշկ փակած չենք շարունակելու ապրել, որ դե լավ, կարևորը դզվեց, ոչ պետքա դաս լինի, որ այլևս նման սխալներ ոչ մեկ թույլ չտա, բայց մինչև այդ հիմա զբաղված ենք սրա վերակառուցմամբ։ Գիտելիք ունեք, ճարտարապետ եք, խնդրեմ ձեր ցավն էլ տանեմ, միացեք։ Այսքանը լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Telegram, Լույսի բանակի պաշտոնական և Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական և Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին և վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank և PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին և աջակիցներին։ Բարձրյալն օրհնի յուրաքանչյուրին։